Ես քեզ հավատում եմ։ Ես ինչ պետք է անեմ։ Հանձնարարություն։ Ինչ հանձնարարություն։ Նամակ։ Նամակ։ Դու նամակ պիտի հանձնես մեկին։ Ում։ Մա։ Զար, խնդրում եմ գնա խոհանոց, այնտեղ մնա, հա։ Ինչի։ Զարա, գնա խոհանոց եւ մի նեղացիր։ Ուշադրի լսիր ինձ։ Դու հիշում ես Լեռնիկենց մոտ գյուղում, վստահեցիր ինձ քո գաղտնիքը։ Հա։ Դու ինձ ասացիր, որ Ռաֆոյի եղբոր տղան չես, այլ Ռաֆոյի հարազատ որդին, ու չխնդրեցիր, որ ես քո գաղտնիքը չհայտնեմ որևէ մեկին, դու… Որովհետև ես վստահ էի, որ դուք ոչ ոքի չեք հայտնի։ Հիմա տես։ Ինձ համար ավելի կարևոր է ուրիշի գաղտնիքը, իմից կարևոր է։ Իմ գաղտնիքի բացահայտումը կարող է վնասել միայն ինձ, ու այդ դեպքում ես միայն իմ պատասխանատուն եմ, իսկ եթե վտանգ կա, որ հանկարծ կարող է բացահայտվել ուրիշի գաղտնիքը, եւ այդ ուրիշը դրա պատճառով կարող է տուժել, այդ դեպքում պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, առավել մեծ։ Այս նամակը մահացու վտանգ է պարունակում իր մեջ։ Այդ վտանգը սպառնում է հասցեատիրոջ, ու եթե հանկարծ այս նամակը հայտնվի որևէ մեկի ձեռքում, ես նրան սարսափելի հարվածի տակ կդնեմ։ Հասկացա, անհոգ եղեք տիկին Էմմա։ Վերցրու։ Վրան բան չկա գրված։ Բնականաբար։ Ես սա ուր պետք է տանեմ։ Գյուղ։ Որ գյուղ է։ Լեռնիկենց գյուղ։ Լեռնիկենց։ Լեռնիկին պիտի փոխանցեմ։ Չէ, Հայկին։ Ինչ են խոսում։ Ինչ գաղտնիք պիտի ունենա մաման Հովիկի հետ։ Ինձնից թաքուն։ Մաման չուզեց, որ ես լսեմ իրենց խոսակցությունը։ Իմ մասին են խոսում։ Դժվար թե մաման այս վիճակում իմ պրոբլեմով չէր զբաղվի, դրա ժամանակը չի։ Նրան հիմա միայն Արմենն է հետաքրքրում։ Կարևորն Արմենն է, եւ ինձ համար եւ մամայի։ Ուրեմն Արմենի մասին է խոսքը։ Ես ոնց պիտի Հովիկը օգնի Արմենին։ Ոնց։ Ես կուզենայի, որ դու հենց հիմա ճանապարհ ընկնես, բայց գիշերը ավելի լավ է։ Եթե պետք է, ես հենց հիմա էլ կարող եմ ճանապարհ ընկնել։ Ոչ, Հովիկ, վտանգավոր է։ Լույսը կբացվի, բարին էլ հետը վաղն առավոտյան կգնաս։ Լավ, ինչպես կասեք։ Չնայած ես կարող եմ պապայի մեքենան վերցնել։ Պապան չի էլ իմանա։
Կքշեմ միանգամից Լեռնիկենց գյուղ։ Ոչ։ Դու կգնաս վաղն առավոտյան եւ ոչ թե Ռաֆոյի մեքենայով, այլ տաքսիով։ Բայց ինչի։ Հովիկ, ես քեզ ասացի, որ սա գաղտնի գործ է, ոչ ոք չպետք է իմանա սրա մասին։ Հա բայց papan չի իմանա։ Մեքենան ես կվերցնեմ, կքշեմ ուղիղ Լեռնիկենց գյուղ, նամակը կտամ, Հայկի կվերադառնամ։ Իսկ Ռաֆոյին ինչ ես ասելու, հմ? Ինչի ես գնացել Լեռնիկենց գյուղ, ինչ ես ասելու։ Դե կասեմ գոմի կտուրը նայելու։ Ոչ։ Ոչ ես քեզ ասացի, դու կգնաս վաղն առավոտյան։ Հովիկ, լավ էլի։ Եվ կգնաս ոչ թե Ռաֆոյի մեքենայով, այլ տաքսիով։ Ես փողը կտամ։ Եվ ամոթա ինչ եք ասում։ Հովիկ, կամ կլինի այնպես ինչպես ես եմ ասում, կամ պետք չի։ Ես ուրիշին կխնդրեմ։ Լավ, ոնց կասեք այդպես էլ կլինի։ Պայմանավորվեցինք։ Եղավ։ Նախապես շնորհակալ եմ։ Ինչ եք ասում, տիկին եմ, իրոք ես շատ երջանիկ եմ, որ ինչ-որ բանով կարողացա օգնել ձեզ։ Ես շնորհակալ եմ քեզ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Զար։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Չես գալի դուռը փակես։ Դու գնա, ես կփակեմ։ Գնա քնիր, արդեն։ Հա, դե գնացին։ Ինգայից փոքր դու բռնի։ Կարիքը չկա, պետք չի։ Բայց, այն արդյոք բռնի ծանր է էլի։ Ինգային չի կարելի։ Ինչի՞։ Ինչ կա։ Դուք երևի արդեն տեղյակ եք վերջին նորություններից։ Ձեզ հաստատ հայտնած կլինեն։ Վերջին նորությունները օրեկան մի քանի անգամ հաղորդում են տարբեր ալիքներով։ Դու դրանցից որը նկատի ունես։ Ձեզ Լեռնիկ։ Հա։ Շատ են ուշանալու, արդեն 3 ժամա սպասում եմ։ Դե կգան էլի Ազիզ ջան, չես համբերում։ Այդ տղա դու տենց թուն սիրահարված ես ինգային։ Ես ձեզ ընդամենը մի խնդրանք ունեմ։ Ասա։ Ազատություն։ 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 Գործողություններից մեջ ազատություն։